Հայաստանյան իրավապաշտպանների գնահատմամբ 1994 թվականի զինադադարից ի վեր հայկական զինված ուժերում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ, ընդ որում իրավապաշտպանների ներկայացմամբ մինչ օրս Հայաստանի իշխանությունները հրաժարվում են հրապարակել խաղաղ պայմաններում բանակում մահացած, սպանված զինծառայողների կոնկրետ թիվը։ Համեմատության համար նշվեց, թե ողջ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհվել է մոտ 6000 հոգի։ 2005 թվականից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը իրենց կողմից արձանագրվել են 306 սպանության դեպքեր, 2007 թվականից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը գրանցված 228 մահացության դեպքերից միայն 32-ն է, որ զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով է տեղի ունեցել։ Այսինքն մահացության դեպքերի 10%-ն է ընդամենը, որ կապված է այն պարտքի կատարման հետ, որի համար մեր երիտասարդները զորակոչվում են բանակ։ Եթե հաշվի առնենք պաշտպանության նախարարության հաղորդագրությունները զինադադարի ռեժիմի խախտումների հետ կապված կրակահերթեր եւ այլն, ապա կարելի է ենթադրել, որ ավելի վտանգավոր է մարդու կյանքի համար հենց բաժանարար գծի երկայնքով գտնվելը, չէ՞, բայց մահացության դեպքերի ուրեմն համեմատություն տեսնում ենք, որ իրապես ավելի վտանգավոր է ծառայության մեջ գտնելը, այսինքն խաղաղ պայմաններում ծառայելը, քան հենց ուրեմն պոստերում կամ դիրքերում գտնվելը։ Ամենակարևոր այդ անպատժելիության մթնոլորտը բերում է բանակում մնացած այդ բոլոր զոհերին։ Մենք մեր երկրում ի վերջո այս 20 տարվա անկախության արդյունքում չունենք, բայց ժամանակն է, որ ունենանք բանակային հանցագործությունների կանխարգելման ինչ-որ մի համակարգ, որի բաղադրիչներից կարող է լինել հասարակական վերահսկողության հնարավորությունը։ Մենք չենք ուզում, մենք չենք ասում պիտի բացվեն պետական կամ ծառայողական գաղտնիքներ, բայց բանակը պիտի բացվի այնքան, որ չվնասի պետական կամ ծառայողական գաղտնիքների համակարգին։ Ինչը հնարավոր է։ Մեզ մոտ հիմա փակ, քրեական, կլանային ինչ-որ համակարգ է, որը կոչվում է բանակ։ Զոնի մի ինչ-որ ռեժիմ է։ 1500 զոհերը մոտավորապես դրա ապացույցն են։ Ըստ իրավապաշտպանների ոչ բոլոր դեպքերի վերաբերյալ է, որ պաշտպանության նախարարությունը հաղորդում է տեղի ունեցածի մասին եւ առանձին դեպքեր մնում են անհայտ։ Արթուր Սաքունցն օրինակ բերեց. 2010 թվականի համար ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշված է, թե հայկական բանակում գրանցվել են մահվան ելքով 54 դեպքեր եւ այդ թիվը Միացյալ Նահանգների պետքարտուղարությանն է փոխանցել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Մինչդեռ անցած տարվա ընթացքում արձանագրվել եւ բացահայտվել են ընդամենը 44 դեպքեր։